Մենք շարունակում ենք մեր ոդքասթը, արդեն մեր հյուրը տաղավարում է Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ Ողջույն, պարոն Բոզոյան։ Շնորհակալություն կրկին հյուրընկալվելու համար։ Մեր այդ հավասար ոդքասթ եք վարում, պարոն Բոզոյան, կարելի է ասել։ Ուղղակի այս հարցերի շուրջ պարոն Բոզոյանը իրոք շատ մասնագիտացած է եւ շատ մեծ հսկայական ինֆորմացիա մեզ կարող է տալ, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը եւ հատկապես մեր տնտեսության վրա ինչ ազդեցություն։ Մենք էլ փորձում ենք մաս այդ ներկայացնել հանրությանը ամենակարևոր հարցերից մեկը, պարոն Բոզոյան, Ռուսաստանի հետ հարաբերությունների ապամոնտաժումը, որ հիմա մենք ակնհայտ դեմոնստրատիվ տեսնում ենք, ինչի կարող է հանգեցնել միջին վիճակագրական հայ քաղաքացու համար։ Այո, տեսեք, ես որպեսզի մենք ավելի մեր հասարակությունը ավելի պարզ հասկանա, թե ինչ թվերի մասն է խոսքը, Հայաստանի շրջանառությունը, արտաքին շրջանառությունը, տնտեսական շրջանառությունը ուրեմն 24 թվականին կազմել է 30 միլիարդ դոլար։ Հիշենք 30 միլիարդ դոլար։ Առևտուր են կարել աշխարհի հետ 30 միլիարդ դոլար, որից 13 միլիարդը կազմել է Ռուսաստանի հետ։ Մոտավորապես կեսը, հա։ Տեսեք, 20 անցյալ տարի 25 թվականին այդ 30 միլիարդից դարձել է 21 միլիարդ։ Խայտարակ անկում է։ Այսինքն, հա, մեր շրջանառությունը խայտարակ անկում է։ Ընդհանուր շրջանառությունն անկում ապրել։ 25 միլիարդ։ Հա, եւ 7 միլիարդից էլ 6.5 միլիարդ էլ անկում ապրել Ռուսաստանի հետ մեր շրջանառությունը։ Մոտավորապես հիմա 7-ից մի քիչ ավել է։ Ինչով է դա պայմանավորված։ Ասեմ, իրականում պայմանավորված այն բանով, որ այդ 30 միլիարդի շրջանառությունը իրականում դա մենակ Հայաստանի էկոնոմիկայի չի պայմանավորված, եղել ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված ռեէքսպորտների, էքսպորտների, այսինքն Հայաստանը ոսկին տանում էին Էմիրատներ, հետո Հայաստանից տանում էին Չինաստան, ասենք Ռուսաստան, հիմնական Ռուսաստանի հետ կապված։ Օրինակ, տեսեք, ես մի օրինակ բերեմ, պատկերացրեք 25 թվականին Հայաստանի էքսպորտը արտահանումը Ռուսաստան կազմել է 3 միլիարդ դոլար, 3 միլիարդ, իսկ Էմիրատներ կազմել է 2 միլիարդից մի քիչ ավել, բայց այդ Էմիրատների առյուծի բաժինը էլի ռուսական ապրանքների մասին է խոսքը, այսինքն Հայաստանը Ռուսաստան արտահանում է, չգիտեմ, բաներ էլի, մեքենաշինական արտադրանք, բայց դրանք սա բոլոր հեռախոսներ, բաներ, բայց դրանք բոլորն էլ հասկանում են եվրոպական արտադրությունն է, որ գալիս է Հայաստանից վերաձևակերպվում է որպես հայկական ապրանք ու ուղարկվում է դեպի Ռուսաստան։ Այսինքն Հայաստանը Ռուսաստան արտահանել է օրինակ X-յամի հեռախոս։ Այո, ինչ եմ ուզում, դա բոլորի համար պարզ է, որ Հայաստանը օգտվել է ռուս-ուկրաինական պատերազմից, Ռուսաստանը կարար դա անել ուրիշ երկրների միջոցով, ինքը իդեպ անում է Թուրքիայի միջոցով, Վրաստանի միջոցով, Ղազախստանի, Ղրղստանի, այդ նաև Հայաստանի միջոցով, ինքը կարա որոշում կայացնի Հայաստանի պատճառով եւ Հայաստանը չօգտվի դրանից։ Իդեպ ասեմ, որ 24 թվականի, 25 թվականի տարբերությունը այդ անկումը ենթադրում եմ, որ դրանով է պայմանավորված եւ օվերչուկն էլ որ ինքը հասում է դրա մասին, ակնարկում է հենց դրա մասին։ Այսինքն 30 միլիարդից որ անկում ապրել 21 միլիարդ, 13 միլիարդից որ 7 միլիարդից ավել է առաջ եկել, դա դրա արդյունքն է։ Այսինքն փաստացի Ռուսաստանը այդ ռեէքսպորտը անում է այլ երկրի Թուրքիայի միջոցով, Ղազախստանի միջոցով, Վրաստանի միջոցով։ Ռեէքսպորտի տակ, այդ թվերի տակ կոնկրետ խավեր են, չէ՞, կոնկրետ մարտիկ են կանգնած, ովքեր օգտվում են այդ բարիկներից։ Հիմնականում օգտվում է մի հատ նեղ շերտ Հայաստանում, բանկերը, օրինակ ասենք 11 անգամ բանկերի եկամուտը բարձրացել է։ Հիմա նայեք, Հայաստանի ժողովրդի մեծ մասը, ճնշող մեծամասնությունը չի օգտվում, բայց բանկերը օգտվում են, բայց այդ բանկերը որ օգտվում են հայկական բանկեր են, չէ, օգտվում են։ Իրանք գոնե պետք է կոմպենսացիա տային մեր ժողովրդին, որտեվ արտաքուստ էդի Հայաստանի անունից է գնում, հայ ժողովուրդը ոչ մի կապ չունի դրա հետ, օգտվում է շատ մի հատ նեղ շերտ, առևտրային ընկերություններ, բանկեր, եւ արդյունքում այս ժողովուրդը կողքից նայում է, կողքից գնում է Հայաստանի հնան մեծանում է մինչեւ 29 միլիարդ է դալիս, երկու անգամ մեծանում է, բայց ժողովրդի կենսամակարդակը նույնն է մնացել, ոչ մի տարբերություն չկա։ Քաղաքացի դու երկու անգամ ավելի լավ է սկսել ապրել, բոլոր այն մարդիկ, որ խոսում են հպարտ քաղաքացիությունից, ամենացինիկաբարեն խափում է նույն հպարտ քաղաքացիություն։ Հիշեք այդ ամենը, համաշխարհային պատմությունը դա է ցույց տալիս։ Հիմա տեսեք, Ռուսաստանը հիմնականում մենք ինչ ենք ստանում Ռուսաստանից։ Կարևորագույն մի հատ էլեմենտ ասեմ, որ դուք պատկերացրեք գազի, ընդհանուր էներգակիրների 80% ստանում ենք Ռուսաստանից։
ընդ որում մենք ուրիշ տեղից հնարավորություն չունենք ստանալու։ Դե ասում են Ադրբեջանից կգնի։ Տեսեք, եթե մենք Ադրբեջանից կախված ունենք 80% կախվածությունը փոխարինենք Ադրբեջանից, Ադրբեջանից որ կախված ենք, Ադրբեջանը 5 րոպեում կարա թելադրի այն ինչ որ Արցախին էր թելադրում։ 5 րոպեում կասի արդեն խաղաղ ճանապարհով Հայաստանը կարա գրավի, որտեղ ինքը դրա մասին երազում է, թե ոնց անի, որ Հայաստանը իր կախվածության մեջ գցի։ Եվ այսօրվա իշխանությունը այդ գործիքն է, որի միջոցով ինքը պարզապես Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից պետք է փոխարինի Ադրբեջանից եւ Թուրքիայից կախվածությունից։ Իրանք սպասում են դրան։ Այսինքն բանը Նիկոլ Փաշինյանը այս պարագայում հանդես է գալիս Իլհամ Ալիևի շահերի օպերատոր։ Միանշանակ տեսեք ինքը դա այդ ֆունկցիան կատարում է պետք է կատարի ամենը ես մի հատ օրինակ բերեմ որ դուք պատկերացնեք ուրեմն ատոմայականը վերցնենք ատոմայականը գիտեք որ նոր ատոմայական կառուցման համար առնվազն 10 տարի պետք է ռուսները անընդհատ ասում են որ ձեր ատոմայականը աշխատանք ավարտվելու է 36 թվականին Այսինքն այս տարի պետք է սկսենք այս տարի դուք պետք է որոշում կայացնեք թե ում հետ եք անելու որ սկսեք աշխատանքը եթե դուք հիմա այս տարի որոշում չկայացրեցիք դուք 36 թվականին որ բրծեն այս ատոմայականը դուք կմնաք առանց ատոմայականի դուք որոշում կայացրեք հիմա այս մարդիկ որոշում են կայացնում բոլոր այդ խոսակցությունները լոլոները որ հարավային Կորեա, Ռուսաստան, չգիտեմ, Չինաստան, մոդուլ իրանք որոշում են կայացել իբր թե ամերիկյան մոդուլային ատոմայականների փոքր ատոմայականների ստեղծման համար բայց քանի որ այդպիսի էքսպերիմենտ աշխարհում չկա այդպիսի իրանք այդ փոքր մոդուլային ատոմայականները հիմնականում օգտագործում են իրանց ռազմական բազաների համար այսինքն ռազմական բազա են ստեղծում ինչ-որ միտեղ փոքրիկ մոդուլային ատոմայական են ստեղծում որ բազային սպասարկի դա շատ փոքրաթիվ մարդկանց քանակի մասին է խոսքը մաքսիմում կարող է մի քաղաքի մասին խոսք գնա նաև էլի տենց հա հələ հաջողված օրինակներ էլ չունեն լուրջ մակարդակի քաղաքացիական մակարդակով Չինաստանն ու Ռուսաստանը քաղաքացիական մակարդակով նման տիպի բան էքսպերիմենտ չի եղել Եվ տեսեք Չինաստանն ու Ռուսաստանը հիմնական Ռուսաստանն է այդ իմաստով առաջամարտիկը, որտեղ ինքը կառուցում է Թուրքիայի համար, որը ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, Հունգարիայի համար, որը ՆԱՏՕ-ի անդամ երկիր է եւ ԵՄ-ի անդամ երկիր է, Հնդկաստանի համար, Իրանի համար, Իրաքի համար, տարբեր երկրների համար, այդ նաեւ Հայաստանի համար։ Ընդ որում ինքը ամենաժամանակից տեխնոլոգիաներ ունի եւ բոլորը դա խոստովանում են։ Հիմա այս մարդիկ ուզում են Ռուսաստանից իրանք տարանջատվեն, ինչի որտեվ այս մարդկանց, այս խմբակի շահերը օրգանապես հակասում են Ռուսաստանի հետ։ Բայց Պարսխոսյան, մի բան էլ էստեղ նշենք, որ եթե 80%-անոց կախվածություն ունենք Ռուսաստանից գազերին, հա, եթե ինքը ասում է մենք կփոխարինենք Ալիևի գազերով, այստեղ բայց նույն գնով չենք ստանալու մենք հիմա ստանում ենք միջև 175 դոլարով բայց Ադրբեջանը մենք դա էդի անպտուղ խոսակն է դիցուկ ինքը ստացավ 100 դոլարով օրինակ եմ ասում դիցուկ այդ 100 դոլարով ստանալը Ադրբեջանի դա կլինի մի տարի հաջորդ երկրորդ տարին արդեն ինքը արդեն խորանարդ մետրի համար մի քառակուսի կիլոմետր ուզել է կարևոր չի արդեն գինը կարևորը թե դու ումից ես դու կախված լինու Եթե դու Ադրբեջանից կախված ես լինում, կարող չէ 100 դրամ, թե 100 դոլար, թե 100 դրամ։ Հայաստանի Հանրապետության։ Գինը Հայաստանի Հանրապետության գոյությունն է, Ադրբեջանը նույնիսկ կարող առաջարկի, ասի, գիտես, Հարժ Ժողովյան, ես քեզ 100 դրամով եմ տալիս այդ գինը։ Այս ժողովրդին խափի, որտեվ հետ կախվածությունը սարքի հետ այդ 100 դրամը սարքի Հայաստանի գին։ Բայց դրա համար պետք է Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնել, կոլապսի ենթարկել տնտեսությունն ու էներգետիկ համակարգը, որ Ալիևին ու Էրդողանը ներկայացնեն։ Ուրեմն Ռուսաստանի հետ նույնիսկ այս խայտարակ վիճակով Ռուսաստանի հետ ապրական շրջանառությունը կազմում է մոտավորապես 7 միլիարդից ավել։ Այս իսկ ամբողջ ԵՄ երկրների շրջանառությունը կազմում է ընդամենը 2.3 միլիարդ 25 թվականի դրությամբ։ Իմիջիայլոց 18 թվականից հետո ընկել է։ Անորը մուսպատ ուրիշ բան էլ ասեմ քեզ։ 2.3 միլիարդը որտեղ է, 3 անգամ ավելի քիչ է մենակ Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Անդում դա չհաշված Էմիրատների, որի առույցի բաժինն էլ ռուսական ապրանքների, այսպես ասած, արտահոս հոսքա։ Այսինքն իրականում այս երկիրը օբյեկտիվորեն իր ապրանքները հիմնականում կարածախ ռուսական շուկա։ Ուրիշ տեղով չէ, ձեզ կհակադարձեն ինչի արաբական թերակղզու երկրներ տարատեսակ արաբական թերակղզու երկրների տեսեք Եվրամիության երկրների Հայաստանը պետք է մաքսիմալ ամեն ինչ անի, որ ինքը դիվերսիֆիկացնի, ճիշտ է, ես համաձայն եմ դրան։ Մաքսիմալ պետք է ամեն ինչ անի, որ դիվերսիֆիկացնի իր ապրանքաշրջանառությունը, որպեսզի կարողանա միջին արևելյան երկրներում բաներ ծախի, Իրաք, օրինակ այդ հնարավորությունը ունի։
Հայաստանը նույնիսկ ասենք սիգարետ է արտահանում Իրաք, Աֆղանստան։ Դա այլընտրանք է, այլընտրանք է, նորմալ իշխանության պարագայում իշխանությունը պետք է ձգտի դիվերսիֆիկացնի, որպեսզի շատ մեծ կախվածություն Ռուսաստանից չէ, դա ճիշտ բան է։ Իդեպ մի հատ ուրիշ հետաքրքիր բան ասեմ, որ Մայր Հայաստան կուսակցությունը վերջերս բան արեց, ներկայացրեց իր ծրագիրը, որտեղ Անդրանիկ Թևանյանը ներկայացնում էր, թե այն 10 կետերը, այդ 10 կետից մեկը հենց ոսկե ձուլարանի կառուցումն է Հայաստանում հենց բանը аэроպորտի կողքը, այսինքն մենք առաջարկում ենք օֆշորային հսկայական մի հատ գոտի ստեղծել Հայաստան аэроպորտի կողքը, ինչի եմ դա ասում, տեսեք որ դուք պատկերացնեք, ուրեմն Հայաստանը հանգամանքների բերումով դարել է ոսկու տարանցիկ ճանապարհ Ռուսաստանից դեպի Էմիրատներ, դեպի Չինաստան, դա շատ Հայաստանն է դարել եւ Թուրքիան է դարել։ Պատվաբեր փողոց գործ է։ Ինքը շատ լուրջ գործ է, ընդ որում մենք ինչ ենք առաջարկում, քանի որ դա մենք գիտենք, քանի որ մենք ունենք բավականին լուրջ շփումներ այն շրջանակներ, որոնք այդ բանի մեջ ակտիվ աշխատում են, եւ այդ մարդիկ էլ ասում են, որ քանի որ Էմիրատների հետ կապված խնդրեմ կա հիմա արդեն ինչ վստահության խնդիր կա, իդեպ ասեմ, որ Դուբայում այդ օֆշորային նմանատիպ գոտի ստեղծված է։ Այսինքն Դուբայում օրինակ Ջենիֆեր Լոպեսը կարող է գնա այնտեղ մի հատ իր մոտ մի հատ բանը դեպոզիտարիա ստեղծի, այնտեղ ոսկի պայի առանց հարկի։ Մենք ինչ ենք առաջարկում, որ նույն բան անենք ստեղ, աշխարհի բոլոր հայերը, հարուստ հայերը իմանան, որ Հայաստանում կա մի հատ ստայլի տեղ, որտեղ չի հարկվում, ոչ մի բան չի լինում, ինքը ստեղ, եթե այդ աշխարհի հայերը իրանց մենակ ընկերների հետ գան, ասենք, այդ այսպես ասած այդ ոսկե դեպոզիտարիայում իրանց ոսկին պահեն բանանեն, կողքից կարան դուրս գան մի հատ Հայաստանում սկսեն տուրիստական, ասենք, մի քանի օր մնան, հաց ուտեն, բայց դա արդեն մուլտիպլիկացիոն էֆեկտ է տալիս, բայց եթե դրան գումարես նաև հայտնի աշխարհի դեմքեր, հայտնի մի քանի աշխարհի դեմք, որ եկավ, իր կողքից բերեն ուրիշ դեմքերի։ Իդեպ ասեմ, որ ձեզ փորձագետների գնահատականներով Սինգապուրի եւ Էմիրատների փորձը ցույց է տալիս, որ այդ օֆշորային գոտին ստեղծելուց անմիջապես 1 տարի անց այդ երկրի հնան աճումա մոտավորապես 30%, դուք պատկերացրեք, տարի 30% մի որոշակի ժամանակ։ Այդ շատ լավ է, ուղղակի մենք հիմա միջև կոկորտներս ճարի։ Մի բան էլ ասեմ ձեզ։ Պետքա դուրս գալ դրանից։ Մա տեսեք, երկրորդ խնդիր, տեսեք, մի հատ մեգա նախագիծը դա հենց այդ ոսկե ձուլարանի խնդիրն է։ Երկրորդ նախագիծը Դերինիկ դու գոնե լավ կարաս հիշես, դա Գյումրու ազատ տնտեսական գոտու պրոյեկտն է, որը ոչ միայն Հայաստանի համար է կարևոր, նաև Շիրակի մարզի ժողովրդի համար։ Նախ Շիրակի մարզի Գյումրի ամբողջ բիզնեսը պետք է 2 անգամ հարկային բեռը իջացված լինի, որպեսզի Գյումրին կարողանա դառնալ նորմալ մրցունակ քաղաք Երևանի հետ համեմատած։ Իսկ Շիրակում ամեն երկրորդ մարտը աղքատ է։ Ամենաաղքատ մարզերից մեկն է, բայց Գյումրին կարելի է դրայվերներից մեկը դարձնել, Շիրակի մարզը կարելի է դրայվերներից մեկը դարձնել Հայաստանի զարգացման իմաստով։ Իր աշխարհագրական դիրքը, аэроպորտի գոյությունը, իր երկաթուղի գոյությունը, ամեն ինչը ուղղակի հաստատին նպաստում է, որ Գյումրին այս խեղճ աղքատ վիճակից դառնա զարգացման դրայվերներից մեկը Հայաստան, այսինքն аэроպորտը, Գյումրին Եվ երրորդն էլ Ծառուկյաններ առաջարկում այդ հատիսի այդ հարցանը, որ մենք կառուցենք, դե մի քանի հարցան կա խոշոր, մեկը Բրազիլիայում գիտեք, մյուսը մի քանի հատ կա, եթե դա լինի Հայաստանն էլ առաջի քրիստոնեություն ընդհանուր երկիրն է, եթե ստեղ էլ այդ պրոյեկտն լինի տուրիստական հսկայական բում կարա լինի, հսկայական տուրիստական բում կլինի, որտեղ այդ բանի արցանին գումարած որ գումարում ես Էջմիածնի այդ բանը, գաղափարը, որպես հայկական Վատիկան, այդ դրան որ գումարես եւ նաեւ մի հատ ուրիշ բան էլ ասեմ, մենք ունենք Երևանի վերաբերյալ մի հատ մեծ պրոյեկտ, որը կապված է Երևանի իդեայի մաս, այսինքն որպեսզի դու Երևանը կարողանաս զարգացնես թրիչկային մակարդակի զարգացում ունենա, դու պետք է հասկանաս թե Երևանը ինչով, ունեք ասենք, որ ասում ես Փարիզ, ինչ է սա բանը Էֆելյան աշտարակ ռենդավորման մասին եք ասում։ Պեզանսկի այդ Բաշտյանն են ասում, որ ասում են Մոսկվա Կրեմլն են հիշում, չէ՞, ասենք, որ ասում են Պետերբուրգ Էրմիտաժն են հիշում, չէ՞։ Հիմա Երևան քաղաքը ինչով է տարբերվում աշխարհից։ Տարբերվում է ինքը ամենահին քաղաքներից մեկն է, ամենահին քաղաքը ինչով է պայմանավորված Էրեբունիով, չէ՞։ Բայց այդ Էրեբունին ոչ միտեղ չի օգտագործում այդ բանը։ Հասկանում եք, այսինքն մենք ասում ենք ամենահին քաղաքն ենք, բայց այդ հին քաղաքի այն ֆիքսաժը թե ինչով ենք մենք հին։ Էդի 30 տարի մոռացել են խորհրդային միությունը, որ այդքան փնովում են, չէ՞։ Խորհրդային միությունը Էրեբունիի լեգենդը բարձրացրեց եւ Էրեբունիի տակ հսկայական տուրիստական պատոկ առաջարկեց Հայաստանը։ Եվ երկրորդ
գաղափարը, որ կարանք մենք օգտագործենք, դա Արարատ լեռն է, Մասիսարն է, այսինքն այդ տեսարանը Կասկադից, Կասկադի պրոյեկտը, Էրեբունի պրոյեկտը կլինի Երևանի այցեքարտը, իսկ Խելոք քաղաքի նախագիծը, որպեսզի տրանսպորտային համակարգը այնպես սարքենք, որ այդ տրանսպորտային համակարգը, ունեք հիմա դուք տաքսի եք բանանում, չէ՞, վերցնում եք տաքսին, պատվիրում եք, չէ՞, տաքսին, հեռախոսով, չէ՞, նույն ձևի բոլոր այսօրվա ժամանակից քաղաքներում մարդը հեռախոսը նայում է, տենում է իր տրանսպորտը քանիսն է գալի, երբ կարային կգնա, էլ չի գնում Ստեղեն է գրած, ուղղակի շատ ուշ է գալիս, ինչ եմ ուզում ասել, դա առանձին խնդիր է, այսինքն մենք փաստորեն ունենք մի քանի խոշոր նախագծեր, օֆշորային գոտի, Գյումրու ազատատնտեսական գոտին, այդ Արցանի բանը, որոնք իրար հետ միասին, ես վախենում եմ ասեմ, թե ինչ թռիչքային զարգացում կարան տան, իսկ թռիչքային զարգացման արդյունքում էկոնոմիկան մենք կարանք բարձրացնենք 2-3 անգամ նույնիսկ, մենք հիմա ծրագրում գրել ենք 2 անգամ, բայց բոլոր փորձագետներն ասում են դու կարող համոզիչ ասեք որ 3 անգամ մենք ներառական աճի մասին է խոսքը ներառական աճի մասին հիմա էլ ասում են 2 անգամ կրկնապատկվել է հնան բայց քիչին վիճակագրական փողոցի համար է տեսեք բացի դրանից կրկնապատկվել է բանկերի համար, նեղ իրանց ընկերական շրջանակների համար, որոնք այդ օգտվել են այդ ռուսուկրոնական պատերին։ Սեղ մեր ասած այլ բանի մասին է։ Սեղ ներառական աճ լինելու։ Պարզ ասեմ, ներառական աճի արդյունքում բոլորը շահելու են։ Այսինքն սա ամենակարևորն է։ Իսկ ինչ նշանակում է թե էկոնոմիկան մեծանում է, մենք կարանք արդեն միջին մինիմալ աշխատավարձը արդեն 75000-ը սարքենք 150000։ Այսինքն խանութի վաճառողի 46000 դրամ է, կարանք սարքենք 100000 դրամ։ Հասկանում եք։ Այսինքն Հայաստանը ունի մեծ հսկայական պոտենցիալ զարգանալու։ Հայաստանը հիմա ժողովուրդը անդադ ասում է, բան նախկինում բան։ Եկեք մի բան ասեմ, էլի, մոռանանք նախկինում այն վատ բարքերը, որ այլևս հնարավոր չի վերադառնալ։ Ինչի հնարավոր չի, որովհետև Հայաստանը այլևս ռեսուրս չունի այն բդեշխային համակարգը վերակենդանացնելու համար։ Էլ ժողովրդին պետք չի խաբել։ Պարզապես այս իշխանությունը օգտագործելով այդ հների վատ երևույթները, օգտագործեց, շահագործեց մինչև վերջ, ինքը բերեց, բայց ոչինչ չփոխեց։ Ոչ մի բան չփոխեց։ Ավելի վատացավ։ Քաղաքական համակարգը մնաց նույնը։ Սերժի կոստյումը դառնալ Նիկոլի կոստյումը, ոչ մի տարբերություն չկա։ Բոլոր բարքերը մնացել են նույնը, բոլոր տեսակի բարքերը։ Սկսած չգիտեմ կուսակցությունների մասին օրենքից վերջացրած տնտեսական բարքերով բան, սենց ասեմ, չէ, բայց ոստիկանների անարդարության խոստովանենք, որ ոստիկանների շահերը փոխել է օրինակ։ Նույնիսկ եմ կրկնում 11 անգամ բանկերի շահույթը մեծացնի, 11 անգամ այդ հնայի 2 անգամ մեծացման պայմաններում, եւ դու մարդկանց կենսամակարդակը չբարձրացնես, իսկ հիմա արդեն էքզիստենցիալ վտանգի առաջ են կանգնում։ Մենք եթե օրինակ եթե այս իշխանությունը մնա եւ այս բանը իրանք մերժեն ռուսական այդ առաջարկը ատոմայական ես երաշխարհված եմ ասում 36 թվականից հետո Հայաստանը հայտնվելու է քարե դարի մեջ եւ էներգետիկ ճգնաժամը ավելի վատ ալնելու քան եղել է 90-ական թվականներին այսինքն մենք կարանք երաշխարհված դա ասենք ընդ որում ռուսական կողմը տեսնելով որ այս մարտիկ այս դիրքորոշումները թե այս իշխանությունը մնաց իրանք ձեռքերը լվանալ են մինչև 36 թվականը իրանք ամեն ինչ անելու են որ իրանք արդեն որտեղ մեծ հաշվով ես նույնպես եմ կրկնում ոչ մեկ չի ուզենա այս տիպի իշխանությունը հետ աշխատի երբ որ այդ իշխանությունը արդեն հիմա հայտարարում է որ ես դες գցելու եմ վաղը Դա շատ պարզ է։ Ես ուզում եմ որ մի փոքր ավելի առարկայական ու ավելի շերտային բացենք։ Օրինակ ինչ կլինի Ռուսաստանի հետ այս հարաբերությունները խզելու արդյունքում։ Գյուղատնտեսության հետ ինչ կլինի։ Ասեցի, էլեմենտար բան ասեմ։ Որքան կբարձրանա բացի տարական գինը, որքան կբարձրանա։ Էլեմենտար բան եմ ասում։ Պատկերացում Էլեմենտար, եթե գազի գինը հիմա $177 է, եթե դառնա ասենք օրինակ, գիտեմ, $400, հիմա 600, հիմա 500-600, 500-ից $600 գազի գինը ստաբիլ եվրոպական երկրներում Ռուսաստանը խոմ մեկ գեղեցիկ ասում շուկայական գինը հենց ինքը դեռ 3 անգամ թանկ գազի գնի այդ գնագոյացման տրամաբանությամբ մեր մոտ այն ապրանքները որը գազի սպառման արդյունքում են անում 3-ից 3 անգամ թանկանալու են այսինքն եւ բանը հացի գիննա թանկանալու եւ ալյուրի գիննա թանկանալու եւ մնացած բոլոր ապրանքների գիննա ի վերջո գազը դա նաեւ էներգակիր է չէ նաեւ դուք հասկանում եք ի՞նչ նախնդիրը գազը մեր բանի մեքենաների 80%-ը գազով են չէ քշում այսօր Հայաստանում ռուսական եթե գազի գինը բանը 3 անգամ թանկացավ ես չեմ ասում կարող 4 անգամ թանկանա իսկ գյուղատնտեսական ապրանքները օրինակ գյուղատնտեսական ապրանքների մասին խոսք Հայաստանում Մասնագետները հաշվել են, որ նույնիսկ եթե 2 անգամ գազի գինը բարձրանա, 2 անգամ Հայաստանի էկոնոմիկան ուղղակի կկանգնի։ Մենք հայտնվենք քարե դարում։
Մենակ գազի մասին է խոսքը, ատոմականի մասին։ Ատոմականը դա Հայաստանի անվտանգության ամենակենտրոնական բաներից մեկն է, որը տալիս է մեր էներգիայի 40% է այսօրվա դրությամբ, 40%։ Հիմա ատոմականը դուք հիշում եք, չէ, 90-ական, չգիտեմ, շատերը պետք է հիշեն 90-ական թվականին ինչ վիճակի մեջ էր, բայց այն ժամանակ գոնե պերիոդիկ գազ էր գալիս, պայթացնում էին գալիս էր։ Հիմա պատկերացնում եք, ոչ գազ ունենանք, ոչ ատոմական, մենք որտեղ ենք ապրելու։ Մենք ֆիզիկապես չենք կարողանալու ապրենք։ Հասկանում եք ինչ Բայց նպատակը հենց դա է։ Ես որ դու կարող ես ֆիզիկապես ապրես։ Այո, ես այն կարծիքին ես այն կարծիքին եմ, որ իսկապես Հայաստանն առանց հայերի, այսպես ասած, ծրագիրը կյանքի է կոչվում հենց այս իշխանության պարագայում։ Սա ամենահրեշավոր բանն է, ցավոք սրտի եմ ասում, որովհետև ես մենակ տնտեսական մասը բաղադրի չասեցի, սոցիալական հետևանքները ուղղակի աղետալ են լինելու, ես էլ չեմ ասում անվտանգային գործոնը։ Որտեւ եթե հանգարց իրանք տեսնեն, որ մենք հարաբերությունները խզել ենք Ռուսաստանի հետ, եւ մենք հարաբերությունները խզել ենք, ասենք օրինակ, նաեւ Պարսկաստանի հետ, հարց առաջանում։ Ինչի՞ պիտի Թուրքիան ու Ադրբեջանը sense ստոիկ մակարդակին նայեն եւ ոչ մի բան չանեն մեր նկատմամբ, մեր գեղեցիկ մանավանդ իրանք ամեն օր գիշեր ցերեկ մտածում են թե ոնց անեն որ Հայաստանից բան փոկեն։ Հասկանում ես։ Այնա Նիկոլի ահարկու հայացքը բան դրանք չեն։ Մանավանդ որ այս մարտիկ արդեն առանց ամոթի հայտարարում են որ մեր անվտանգության երաշխիքը պետք է լինի Ալիևը։ Դուք հասկանում եք ինչա։ Մեր ժողովրդի քանի տոկոսն է բանա հավատում որ Ալիևը կարա մեր երաշխիքը։ Քանի տոկոս է մարտիկ գնալու են ու ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Իրենք ընդունում են որ Ալիևը իրենց երաշխավորն է։ Տեսեք, ես համաձայն չեմ մարդկանց մեծ մասին, կներեք, այս բանը ինֆորմացիոն տերորի արդյունքում այնքան են ճնշել, որ մարդը կորցրել է մտածողության ունակությունը։ Այդ մարդկանց չպետք չի մեղադրել։ Մարդկանց ինֆորմացիոն տերորի տակ են եղել։ Այդ ինֆորմացիոն տերորը սարսափելի բան է։ Ասեմ դες Գեբելսյան քարոշյա մեքենա, որ մենք ասում ենք 30-ական թվականին անցյալ դարի, ինքը գերմանական ժողովրդին սարքեց սադիստ դաժան ժողովուրդ։ Բայց գերմանացիները տվել են Բախ, Մոցարտ, Էթհովեն, Հենդել, Հեգելա տվել, բանա տվել, այսինքն գերմանական ժողովուրդը տաղանդավոր բանա տվել, բայց այդ տաղանդավոր ժողովրդին դարձրեցին գազան։ Հիմա մենք ինչ ոնց հավաքազդենք։ Միայն Ալեն Սիմոնյանը իրեն սիրելի, որը տիրաժավորվում է Գեբելսյան Նիկոլական այդ քարոշչա մեքենաներով, ասում է որ ժողովուրդ ջան, մեր անվտանգության երաշխավորը պարոն Ալիևն է։ Դերեն ջան, մի ձև կա։ Ինչ է հասկանում Նիկոլին ընտրողը։ Մարդը, կներեք, մարդը հոմո սապիենսի շարքից է պատկանում։ Այսինքն մարդը անասունից տարբերվում է մի բանով, բանականությամբ։ Մարդուն պետք է դու անընդհատ համոզես եւ բացատրես, որ այդ ճանապարհը տանելու է քեզ դեպի գերեզման։ Ոնց որ 15 թվականին քո պապերին խապեցին տարան ցեղասպանեցին, նույնը հիմա քեզ քո պապերի թորներին տանելու են նույն ձևի ցեղասպանեն։ Դե ի՞նչն է այս մարդկան շահը։ Միայն հերձումը ցույց կտա։ 21-րդ ի՞նչն է պատճառը, որ այս մարդիկ այս հրեշավոր ծրագրի մեջ են մտել, որոնք ժամանակին հերի թուրքերը օգտագործանքի կոչեցին։ Սա միայն իշխանապողությունը ցույց կտա։ Սենց նույնիսկ ես չեմ ուզում հիմա դրա մասին շատ փակագծեր բացեմ։ Բայց ակնհայտ տանում են դրան Հայաստան առանց հայերի հայկական գործոնի վերածում։ Մի բան էլ ասեմ, Դերենիկ, դա չի նշանակում, որ մենք պետքա մենակ Ռուսաստանի հետ հարաբերություններ պահենք, մենք ուրիշ երկրների հետ պետք է դա կատեգորիկ սխալ մոտեցում է։ Հայաստանը պետքա դիվերսիֆիկացնի իր հարաբերությունները բոլոր երկրների հետ։ Բնական է դա։ Որտեղ որ մաքսիմալ ինքը նենց անի, որ ինքը մի երկիր մենակ շատ չնի, որ իր հետ կախված լինի։ Օրինակ ՍԵՊԱ-ի ծրագրի շրջանակներում Հայաստան ունի հնարավորություն Եվրոպական միության հետ բազմաթիվ ծրագրերով կյանքի կոչի իր ծրագրերը, տեխնոլոգիաներ վերցնի, բաներ անի։ Օրինակ եմ ասում, туриզմի զարգացումը այդ բանը առանց վիզաների այդ քաղաքականությունը դա խայտարակություն է 8 տարի այս իշխանությունը մնացել է իշխանության իբր թե եվրոպական իշխանությունն է չէ 8 տարվա մեջ մի սանտիմետր առաջ չեն գնացել այդ վիզաների ազատագրման հարցում մի սանտիմետր չեն գնացել եւ այդ մարդիկ կոչվում են այսպես ասած եվրոպական իշխանություն Շնորհակալություն պարոն Բոզյան այսքանով ավարտենք Իսկ մեզ հետևողներին մենք սկզբից մոռացանք իդեպ ասենք դերին որ մեզ լայքելը, կոմենտելը, սրտիկելը, բան Բոզյանն էլ կարող են լայքել եւ սրտիկել մենք դեմ չենք։ Միացեք մեր էջերին, մեկնաբանություններ գրեք, շնորհակալություն պարոն Բոզյան հետաքրքիր զրույցի համար։ Ընդհանրապես միացեք, որ փոխենք